Ողջույն սիրելի ֆուտբոլացիներ, բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է ու տրվեց վերջին խաղային օրվա մեկնարկը, որտեղ մրցում են Էլիտ լիգան ներկայացնող երկու ակումբներ Մանչեսթեր Սիթին ընդդեմ Վերդերի շատ հետաքրքիր հանդիպան ականատեսն լինելու այս 50 րոպեների ընթացքում եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ ու սկսենք Մանչեսթեր Սիթիից դարպասը պաշտպանում է Տիգրան Բարսեղյանը համար 1 Գերա Կոստենկով համար 2 Ավալ Այնլա համար 3 Ռոբերտ Խլղացյան համար 4 Հենդիկ Համբարսումյան համար 5 Արտուր Ալավերդյան համար 7 Արշակ Պողոսյան համար 10 Անատոլի Գաբրիելյան համար 11 նա թիմի ավակն է Արտաշես Արաքելյան համար 24 եւ Անդրանիկ Բաղամյան համար 99 Վերդերը Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է դարպասը համար 1 Էրիկ Էլոյան համար 7 Հայկ Մուրադյան համար 10 Մայիս Մելքոյան համար 11 նա նույնպես Վերդերի ավակն է Խաչատուր Էրզումյան համար 14 Կարո Թորոսյան համար 18 Գևորգ Պողոսյան համար 20 Զորա Բադալյան համար 23 Սուլեյման Անիմասյան համար 26 եւ Էրիկ Հովսեփյան համար 77 Սիթին անմիջապես փորձեց գրող կազմակերպել, բայց այստեղ չստացվեց Ադարյան Ալավերդյան պայքարն ընթացավ, բայց պայեցին գնդակը Սիթիի ֆուտբոլիստները իրենց մոտ այո մրցաշարային աղյուսակում էլ շատ հետաքրքիր պատկեր է ձևավորվել ամեն տուրից հետո իսկապես շատ է այսպես ասած տատանվում մրցաշարային աղյուսակը այո քանի որ ակումբները կորսում են միավորներ, մնացածը վաստակում են միավորներ, այսպես ասած ու իհարկե շատ խառը պատկեր է ստացվում ամեն հանդիպումից հետո հիմա Խլղացյանը կարծես վնասված կստացավ այս իրավիճակում Բավական վտանգավոր դիրքում Մանչեսթեր Սիթին վաստակել է տուգանային արվածի հնարավորություն Գաբրիելյանն է գնդակի մոտ տեսնենք այս փորձը ինչպես կստացվի սա արվածը անդրադարձ տեղի ունեցավ ու Էլոյանը հեռացեց գնդակը կրկին Խլղացյան դեպի Պողոսյանն է գլորում թողեց Պողոսյանն էլ ավալին գնդակը Պողոսյան տեսնենք ինչ շարունակություն կմտածի Արշակ Պողոսյանը ու դեպի հետ գլորեց այո փագին բոլոր ճանապարհները ստիպված եղավ Խլղացյանի հետ խաղարկել գնդակը Ալավերդյան Լավն էր այս փոխանցում ու Մուրադյանն է այստեղ էլ հեռացնում գնդակը, այո, շատ կտրող փոխանցում կատարեց Արտուր Ալավերդյանը, բայց վերջի պահին Հայկ Մուրադյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս Գաբրիելյան ու այստեղ էլ Մուրադյանը արդեն Գաբրիելյանի ոտքերի առջևից է հեռացնում Հենրիկ Համբարսումյան դեպի ձախ Պողոսյանի ուղղությամբ Ավալ կրկին Պողոսյան լավն էր այս խաղարկումները Արշակ Պողոսյան ու ֆենոմենալ գնդակ այո 1-0 Սիթին առաջ է անցնում հաշվի մեջ գեղեցիկ խաղարկումներ ու վերջում Պողոսյանի արվածը դիպուկ ստացվեց 1-0 առաջին դարպասի գրավումն արդեն ունենք Արշակ Պողոսյան 1-0 բացված է հանդիպան հաշիվ իսկապես շատ գեղեցիկ խաղարկումներ տեսանք որից հետո ունեցանք դարպասի գրավում այո Պողոսյանի արվածի ժամանակ փակ էր նաև Էդվարդ Հարությունյանի տեսադաշտ ու միայն վերջին պահին դարպասապահ նկատեց թե որ ուղղությամբ ընթանում գնդակը բայց իդ մղել Պողոսյանի հարվածը այս դեպքում չստացվեց այո հիմա արդեն տեսնենք բաց թողած գնդակից հետո Վերդերը ինչով կփորձի պատասխանել Մանչեսթեր Սիթին ավալ այստեղ լավ պայքարում խլեց Ալավերդյան գլորեց գնդակը ու դեպի իդ Խլղացյանի ուղղությամբ Ալավերդյան դեպի Հաջ Գերա Կոստենկովն այստեղ է ու գտավ կենտրոնում կրկին Պողոսյանին շատ լավն է նաև այս փոխանցումը Ավալի ուղղությամբ բայց արդեն հարվածային դիրքում չհայտնվեց Ավալը ստիպված եղավ իդ գլորել Խլղացյանին եւս մեկ երկար փոխանցման փորձ այստեղ էլ փակվում է գնդակի ճանապարհ ու կրկին Սիթին վերականգնում է գնդակը շատ ակտիվ է Մանչեսթեր Սիթին մեկնարկել հանդիպումը ու այդ ակտիվությունը այո վերջո տվեց իր արդյունքը Պողոսյանի հարվածի ժամանակ Ադարյան հիմա Վերդերի պատասխանը կտեսնենք բայց ոչ Ավալը շատ արագ էր ու այստեղ փագեց գնդակի ուղղությունը իսկ հիմա Ալավերդյանը հասցնում է ազատվել գնդակից Կոստենկով տեսնենք ինչ շարունակություն կմտածի Գերա Կոստենկովը դեպի աճանցումը լավն էր բայց արդեն Մուրադյանը թույլ չտվեց Կոստենկովին փոխանցում կատարել
Ալավերդյան նորից տեսեք, Սիթին շատ արագ գնդակը վերականգնում է, այո, իսկապես դեռ Վերդերը չի ակտիվացել ու հիմա կարող է դա լինել այդ պահը, երբ իհարկե ստացվեն Մելքոնյանի մոտ անցումը, բայց այստեղ շատ վստահ պաշտպանվեց Համբարձումյանը, Գաբրիելյան ու Էլոյանն էին այլ հասցնում հեռացնել գնդակը դաշտի սահմաններից դուրս, այո, թույլ չտվեց Գաբրիելյանին հարված էին դիրքում հարված կատարել, մի փոքր ռիսկային էր, բայց ամեն դեպքում կարողացավ Էլոյանը գնդակը հեռացնել դաշտի սահմաններից, անկյունայինը Սիթին արագորեն խաղարկեց Խլղացյան հերվից փորձ, բայց չէ ստացվում Խլղացյանի հարվածը մրցաշարային աղյուսակին ծանոթացնեմ, որ ինքներդ հասկանաք, թե ինչպիսի պատկեր է ձևավորվել, Չելսին այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը վաստակած 13 միավորով 7 հանդիպումից հետո, Վիլյարեալն ու Լեռնային Արցախը, ինչպես նաև Վերդերը ունեն 12-ական միավորներ եւ կիսում են երկրորդից չորրորդ հորիզոնականը, միայն այն տարբերությամբ, որ Վերդերը 5 հանդիպում է անցկացել, իսկ Արցախն ու Վիլյարեալը 4-ական հանդիպումից հետո ունեն նույնքան տարած աղթնակներ ու 100% արդյունքով շարժվում են առաջ եւ Արդեն 5-րդ հորիզոնականում է Ինտերով ունի վաստակած իր ակտիվում 10 միավոր 6 անցկացած հանդիպումից հետո այսպիսի պատկեր Սիթին այս պահին մրցաշարային աղյուսակում 7-րդն է 9 միավորով, բայց այսօր եթե կարողանա հաղթանակի հասնել Մանչեսթեր Սիթին կհավասարվի կշրջանցի միանգամից մի քանի մրցակիցների, այո, կհավասարվի Վերդերին, Վիլյարեալին եւ Լեռնային Արցախին, ճիշտ է, Սիթին շատ հանդիպումներ է անցկացել, բայց իհարկե դեռ ամբողջ մրցաշրջանը մեկտարկում է Համբարձումյան լավ փոխանցում դեպի Ալավերդյանը, վտանգավոր է ու հիմա արդեն փրկվեց այս իրավիճակում Վերդերը, այո, այստեղ չստացվեց դիպուկ Համբարձումյանի հարվածը, բայց երկու դեպքում էլ անկեղծության համար ասենք ժպտաց Վերդերին բախտ, այո, նախ Ալավերդյանը կարող էր եզրափակել, չհարվածեց, կատարեց փոխանցում, բայց Համբարձումյանի հարվածն էլ այնպես ստացվեց, որ միանգամից դիպավ Վերդերի պաշտպաններին ու արդյունքում անկյունային վաստակեց Սիթին, իսկ ոչ ոք չէր սպասում Արշակ Պողոսյանի այս փոխանցմանը, որպեսզի արձագանքեր գնդակին Ավալ դեպի ետ Խլղացյանի ուղղությամբ ու արդեն գնդակի տեղափոխություն դեպի Աչեզեր, բայց Ալավերդյանը իհարկե շատ փորձառու է այսպիսի իրավիճակներում հասկանում է, որ կա պրեսինգ ու ստիպված չասեմ, բայց ամեն դեպքում իհարկե ամենախելացի որոշումը կայացեց, հետ ուղարկելով գնդակը, իսկ սա լավ փոխանցում էր, եթե հասներ գնդակը Խլղացյանին, բայց կրկին Սիթին վերականգնեց գնդակը, տեսեք Վերդերը խլեց, բայց գրող կազմակերպել չստացվեց Վերդերի ֆուտբոլիստերի մոտ Լավն է նաև այստեղ դարպաս սապա, Տիգրան Բարսեղյանի կատարած փոխանցումը, Խլղացյան արագացավ Կոստենկովը, բայց գտավ Պողոսյանին, Խլղացյանը շատ վտանգավոր է, Պողոսյան Կոստենկով ու չնստեց գնդակի հիմա էլ եռա, Կոստենկովի ոտքին երկրորդ իրատեսական հնարավորությունը կորցրեց, Մանչեսթեր Սիթին այո կարող էր հիմա Կոստենկովը մեծացնել Մանչեսթեր Սիթի առավելությունը, եթե իհարկե դիպուկ կարողանար հարված կատարել, բայց փրկվեց այստեղ Վերդերի երկրորդ գնդակը բաց թողնելուց Մելքոնյան շատ լավ նկատեց խաղանկերոջը ուղարկեց գնդակը Զորա Բադարյանին դեպի Երզումյանն ենք տեսնում փոխանցում Եվս մեկ փոխանցում Ադարյան ու այստեղ շատ վստահ դուրս գալով դարպասից փակեց Ադարյանի առաջխաղացման ճանապարհը դարպասը Տիգրան Բարսեղյան ու Սիթին խորքից կփորձի եւս մեկ գրո սկսել Ալավերդյան ավալ ու դեպի աջ արդեն Կոստենկովը միայնակ է այստեղ Նորից Հենրիկ Համբարձումյանն է գնդակով շատ հանգիստ են խաղարկում պաշտպանությունում գնդակը Սիթի ֆուտբոլիստները Համբարձումյան լավները նաև այս փոխանցումը Պողոսյան պահեց գնդակը Պողոսյանը թողեց Կոստենկովին ու եւս մեկ արագ գրով բայց արդեն ավալը այս դեպքում գցեց Սիթի արագ գրոյի տեմպը միևնույնն է շարունակում է Սիթին գրովել Գաբրիելյան, բայց լավ չընդունեց գնդակ ու արդեն հարված ենք տեսնելու Էդվարդ Հարությունյանի պաշտպանած դարպասից
Թորոսյան ու այստեղ գնդակի կորուստ Արագորեն Խլղացյան գուցե հերվից փորձի Խլղացյանը ոչ սա փոխանցում էր ու Գերա Կոստենկովը նորից հայտնվեց հարվածային դիրքում ուշադրության կենտրոնում բայց չարվածեց այո մենք սովոր ենք Կոստենկովից գրոյի եզրափակիչ մասը հաջող տեսնել Պողոսյան դեպի Ալավերդյանն գլորում գնդակը Եվս մեկ երկար փոխանցում ու հիմա էլ կարող Թորոսյանը փակեց գնդակի ուղղությունը Պողոսյան դեպի ետ նետեց Ալավերդյանի ուղղությամբ ստացավ պատասխան փոխանցումը նորից Ալավերդյան Կոստենկով ու անկյունային կտեսնենք ոչ հարված դարպասից նշանակեց մարտավարը Էլոյան շարժում է առաջ Աչեզով Էլոյանը տեսնենք ինչ շարունակություն կամբատացի մի անգամից մոտեցավ Տուգանայինի մատույցներին բայց այստեղ Սիթի դարպասապահ որսած գնդակը Խլղացյան երկար փոխանցում Պողոսյանի ուղղությամբ լավն էր այս փոխանցումը Ալավերդյան դեպի Գաբրիելյանը բայց ու ստացվեց այստեղ էլ Ալավերդյանի կատարած փոխանցումը Մելքոնյան ու կարայո Խաղի կանոնների խախտում Ադարյան լավն էր այս փոխանցումը դեպի Մայիս Մելքոնյանը բայց ավալը ավելի շուտ արձագանքեց գնդակին ուղարկեց այն Արտուր Ալավերդյանի ուղղությամբ ու Սիթին փորձում է եւս մեկ գրոհ սկսել Ամբարսումյան այո հանդիպան մեկնարկը շատ այսպես ասենք լավ ստացվեց շատ արագ շատ հետաքրքիր շատ դինամիկ ֆուտբոլ ենք դիտում բայց հիմա կարծես մի փոքր ընկավ հանդիպման տեմպը Իհարկե Սիթին շատ արագ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ ու հիմա արդեն ավելի շատ կլինի ասել իհարկե Սիթին շատ է գրովում այս րոպեներին բայց դեռ իհարկե Վերդերն էլ այսպես ասած իր շանսերը չի ստեղծել իհարկե Վերդերը դեռ ունենալու է իր պահերը ավալ Պողոսյանին է գլորում գնդակը Բայց այստեղ չհասկացան միմյանց ու Էլոյանը գնդակը հեռացեց ապահովության համար, այո Պողոսյանի փոխանցումը դեպի Գաբրիելյանն էր ուղղված, բայց Էլոյանը պարզապես հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Խլղացյան դեպի Ալավերդյանը Գաբրիելյան Ալավերդյան ետ է գլորում, շատ հանգիստ է խաղարկում հիմա Սիթին իր կիսադաշտում գնդակը առայժմ խնդիրներ չեն առաջացել պաշտպանությունից դուրս գալուց եւ ախնդրեմ Խլղացյանը եւս մեկ կտրող փոխանցում դեպի Պողոսյանը թողեց ավալին Պողոսյանն էլ գնդակը Ալավերդյան նորից Պողոսյան վտանգավոր գրոհ է բայց այստեղ արդեն երկու մրցակից Պողոսյանին շրջափակման մեջ առան հայտնվեցին նրա առջև ավելի ճիշտ կլինի ասել իսկ ինչ անում Խլղացյանը գապ ոչ այստեղ Ալավերդյանն էր բայց Պողոսյանը հետո վերականգնում է գնդակը Ալավերդյան ու դադարեցնում է մրցավարը հանդիպումը հասկանանք ինչ պատահեց Վերդերի պաշտպան Հայկ Մուրադյանին կանգնեց ոտքի Հայկ Մուրադյանը ամեն ինչ կարգին է Վերդերի պաշտպանի հետ ու հիմա Սիթին նորից գնդակով է Ալավերդյան դեպի ավալը փոխանցում ենք տեսնում Խլղացյան
Դեպի աջ Արշակ Պողոսյան կա Ալավերդյանը պատ խաղարկում նորից գեղեցիկ կերպով Ալավերդյան ու Եգոր գնդակը նույնպես Վերդերի դարպասում է այս զույգը շատ լավ է համագործակցում ու Սիթին էլ կրկնապատկում է առավելությունը այս խաղում Երկու զրո հիմա էլ Արտուր Ալավերդյանն է կրկնապատկում է Մանչեսթեր Սիթի առավելությունը շատ լավ հարված կատարեց այո Ալավերդյան Պողոսյան երկուսն էլ ունեցան այս խաղում մեկ դարպասի գրավում առայժմ եւ մեկ գոլային կատարած փոխանցում այո երկու ֆուտբոլիստները մեկը մյուսի հետ շատ վստահ կատարեցին այս խաղարկումները ու գրեթե նմանատիպ դարպասի գրավում ունեցան Ալավերդյանի կատարմամբ ինչ րոպեներ առաջ տեսել ենք Արշակ Պողոսյանի կողմից հիմա Սիթին նորից ակտիվ է շարժվում առաջ Կոստենկով ու Մուրադյանը հասցնում է կանգնել գնդակի ճանապարհին այո լավն էր նաեւ այս փոխանցումը եթե հասներ Ասիատիրոջը որը արդեն կատարում էր Կոստենկովը, բայց Մուրադյանը ճիշտ իշխավորվեց այս դրվագում։ Եզրային դեպքում Սիթին իրականացեց Պողոսյան, նորից Կոստենկով ու դեպի կենտրոն, բայց Սուլեյմանը փակեց գնդակի ուղղությունը ու անկյունային Սիթին իրականացնի։ Պողոսյան Դեպի Ալավերդյանը նորից դեպի Պողոսյանը, բայց արդեն Ադարյանը միջամտեց այս դրվագում պայքարին ու Պողոսյանը չհայտնվեց այս անգամ հարվածային գոտում Էլոյան Աշ եզրից Վերդերը սկսում է եւս մեկ գրող ուղարկեց դեպի կենտրոն Էլոյանը ստացավ Ադարյանից պատասխան փոխանցումը բայց այստեղ էլ Գաբրիելյանը հաջող պրեսինգի դիմեց ու գնդակը նորից Սիթիի մոտ է Համբարձումյան երվից գուցե փորձի ոչ, դեպի աջ է ուղարկում Կոստենկովի ուղղությամբ Պողոսյան Գտավ դաշտի միջին հատվածում Խլղացյանին պետք է փորձել, բայց սա նորից փոխանցում էր ու անկյունային այո վաստակում է Սիթին նորից Կոստենկով դեր հայտնվել դարպասապայի հետ պայքարում, այսպես պայքարի դրվագում, բայց Կոստենկովի մոտ էլ չստացվեց հարված կատարելը ու հիմա տեսնենք անկյունայինը ինչի կվերացի Մանչեսթեր Սիթին Պողոսյան դեպի աջ Համբարձումյանը միացել է գրոին հարվածում է Համբարձումյանը ու այստեղ Էդվարդ Հարությունյանը հեռացեց գնդակ այո շատ ուժեղ հարված էր կատարել արդեն Հենրիկ Համբարձումյանը եւ այն վերջի պահին Հարությունյանը կարողացավ դիպչել գնդակին ու այն հեռացնել դաշտի սահմաններից դուրս Սիթին կրկին խաղարկում է անկյունայինից գնդակը Ալավերդյան դեպի ետ ուղարկեց Համբարձումյանին Պողոսյան Ավալ վտանգավոր գրոհ է Ալավերդյան թողեց Խլղացյանին, բայց արդեն հարվածային դիրքում չէր Խլղացյանը փակվեց նրա առջև տարածությունը Պողոսյան շատ լավ է Սիթին վերահսկում գնդակը Խլղացյան գուցե հեռվից այս անգամ ոչ դեպի Կոստենկովը նորից Խլղացյան Տեսնենք այս անդադար խաղարկումները ինչի կվերացի Սիթին Գաբրիելյան Ալավերդյան վտանգավոր է Կոստենկով Նորից Ալավերդյան ով է հարված կատարելու ավալը ոչ դեպի Պողոսյանը Եվս մեկ փոխանցում Ալավերդյան Գաբրիելյան ու Մանչեսթեր Սիթին շատ գեղեցիկ կոմբինացիոն խաղարկումով խփում է այս խաղում երրորդ գնդակը Գաբրիելյանը արդեն եռապատկում է Սիթի առավելությունը այս խաղում Անատոլի Գաբրիելյան 3-0 Սիթին արդեն առաջի խաղակեսում ստանում է 3 գնդակի առավելություն իսկապես դեռ Վերդերը չի կատարել ոչ մի դիպուկ հարված այս 20 րոպեների ընթացքում Սիթի դարպասի ուղղությամբ այո Սիթին շատ ակտիվ մեկ տարկում շատ ակտիվ գործեց ու այդ ակտիվությունը խաղակեսի վերջնամասում իհարկե արդեն հաշվի տեսանկյունից խոսում է բայց հիմա Վերդերի գրոհ տեսնենք Մելքոնյան դեպի Էրզումյան ու Արաքելյանը ով ընդամենը վարկյաններ առաջ դուրս եկավ խաղադաշտ առաջին հպումը կատարեց գնդակին եւ այն էլ հակագրոհի ձեռք բայց իր թիմին իսկ այս փոխանցումը Պողոսյանի կատարած լավն էր բայց Թորոսյանը հեռացեց գնդակի եւս մեկ փոխանցում Ալավերդյանից ու նորից Թորոսյանը բայց կրկին գնդակը մնում է Սիթիի մոտ Արաքելյան նայո ընդամենը
Մեկ րոպե առաջ Արաքելյանը դուրս եկավ խաղադաշտ, փոխանցվեց Ավալը ու տեսնենք արդեն Արաքելյանը իհարկե պաշտպանության կենտրոնում շատ վստահ է գործում։ Շատ գեղեցիկ են իսկապես City ֆուտբոլիստները խաղարկում գնդակը Պողոսյան։ Ու Մելքոնյանից դուրս եկավ այո գնդակը դաշտի սահմաններից, եզային նետումը կլինի City-ին։ Արաքելյանն է կրկին գնդակով նորից դեպի Պողոսյանը։ Փոխանցում տեսանք Արաքելյան, տեսնենք ուծե խորքից ոչ ետ տարավ գնդակը դեպի ավելի Արաքելյան ու խնդրեմ դարպասապատիգյան Բարսեղյանին ուղարկեց այն Ալավերդյան դեպի Արաքելյանը, բայց այստեղ Հովսեփյանը խլում իրականացեց, իսկ շարունակություն հաղորդել չստացվեց Խլղացյան շատ վստահ է դուրս գալիս City-ին պաշտպանությունից Ալավերդյան աչից կա Պողոսյանը լավներ այս փոխանցումը կան տարբերակներ այսպիսի կտրող փոխանցում բայց ոչ ոք չարձագանքեց Պողոսյանի կատարած այս փոխանցմանը իսկապես City-ին շատ լավ է պաշտպանությունից միջև հարցակում դուրս գալիս այդ դաշտի միջին հատվածում Ալավերդյան Պողոսյան զույգը շատ լավ է աշխատում իհարկե Խլղացյանի կատարած կտրող փոխանցումներից հետո այսպիսի գրոհներ ենք ունենում այս խաղում City-ի կատարմամբ Խլղացյան նորից գնդակը Manchester City-ի մոտ է դեպի Կոստենկովն ենք տեսնում փոխանցում ու հանգիստ City-ին տեսեք ինչպես են դուրս գալիս պաշտպանությունից ճիշտ է գրոհել չստացվեց բայց վարկյաններ պահանջվեց կրկին գնդակը վերականգնելու համար Բարսեղյան թողեց Խլղացյանին Ալավերդյանը մեկը պումով այո ամենաճիշտ պայն ազատվեց գնդակից Արտուր Ալավերդյանը նորից Խլղացյան շատ հետաքրքիր այսօր Manchester City-ին խաղադաշտում գործում բոլոր ֆուտբոլիստների գործողությունները ստացվում են շատ ճիշտ կերպով ու դեռ առայժմ այս խաղում իհարկե Վերդերը չի հարվածել City-ի դարպասի ուղղությամբ, այո պետք է այս փաստը հաշվի առնեն Վերդերի ֆուտբոլիստները ու կարծում եմ իհարկե երկրորդ խաղակեսում ընդփիչումից հետո արդեն Վերդերը կմտածի այս ամենը շտկելու մասին Մելքոնյան Հովսեփյան նորից Մելքոնյան հերու թողեց մի փոքր գնդակ ու այսպես Համբարձումյանը գնդակի խլում իրականացեց Արշակ Պողոսյան երկու րոպե մինչ առաջի խաղակեսի ավարտը ու տեսնենք այս կարճ ժամանակահատվածում արդեն այս խաղակեսի մնացած ժամանակահատվածում Իսկ առաջարկեն թիմերը իհարկե City-ն փորձում է խաղակեսը ավարտին հասցնել Վերդերի առաջնային խնդիրը պետք է իհարկե լինի միջև ընդմիջման գնալը մեկ գնդակի հետ բերել դա իհարկե դրանց ամենակարևոր խնդիրն է Գաբրիելյան մի փոքր լավ չընդունեց բայց գնդակը Գաբրիելյանը ու շատ հետաքրքիր փոխանցում դեպի Ալավերդյանը նորից Պողոսյանը ազատ դիրքում ստացավ գնդակը բայց այստեղ արդեն Թորոսյանը լավ է պաշտպանվում ու հիմա հակագրոհի գուցե Վերդերը Մուրադյան բայց շանսով նաև այս փոխանցումը Կոստենկով Շատ լավ անցում Կոստենկովից, բայց Հովսեփյանին արդեն նույն բանը անել չստացվեց, շրջանցել այս դեպքում ու հիմա Մելքոնյանը ևս մեկ գրոհի սկիզբ է փորձում հաղորդել Վերդերի համար, բայց տեսեք չի ստացվում այդ գրոհը, իսկ հիմա ամեն դեպքում այո պայեց Մելքոնյանը գնդակը Վերդերի համար հերվից փորձ ու հասա առաջին հարվածները անկյունային է վաստակում Վերդերը City-ի դարպասի ուղղությամբ Տեսնենք անկյունայինի խաղարկումը գուցե իհարկե որևէ բան տա Վերդերի ֆուտբոլիստերին նրանք ստանդարտները շատ հաջող են կարողանում խաղարկել այս անգամ ետ գլորեց Ադարյանը գնդակը Հայկ Մուրադյանի ուղղությամբ Հովսեփյան ու այստեղ էլ Խլղացյանը շատ լավ գործեց եւ հակագրոհի սկիզբ սա կարող է լինել City-ի համար բայց ոչ Ստացվեց այս դեպքում Մելքոնյան կատարեց փոխանցումը Համբարձումյան ու հրաշալի է պաշտպանվում Հերիկ Համբարձումյանը եւս մեկ անկյունային արդեն հակառակ եզից գիրասի Վերդերը Մելքոնյան բարձից փոխանցում Ադարյանը լավ չընդունեց մի փոքր բայց մնաց գնդակի իր մոտ ու վերջ խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-0 հաշվով հաղթում է Manchester City-ին կարճ դադար որից հետո կշարունակենք
Ֆուտբոլասեր բարեկամներ, մենք վերադառնում ենք էլիտ լիգայի շրջանակներում ընթացող Մանչեսթեր Սիթի Վերդերի հանդիպան երկրորդ խաղակեսը դիտելու, որտեղ առաջի կեսից հետո Արշակ Պողոսյանի, Արտուր Ալավերդյանի ու Անատոլի Գաբրիելյանի խփած գոլների շնորհիվ վաղտում է Մանչեսթեր Սիթին 3 գնդակի տարբերությամբ Վերդերին այս 3 ֆուտբոլիստները դարձան գոլերի հեղինակներ առաջի խաղակեսում ու տեսնենք երկրորդ խաղակեսում Իհարկե առաջին հերթին Վերդերը ինչով պետք է փորձի պատասխանել այս ամենին Ադարյան դեպի աջ է գլորում գնդակ Էլոյանի ուղղությամբ մնաց Էլոյանը գնդակով դեպի կենտրոն Թորոսյանին բաժին ասավ այստեղ գնդակը կհասնի անկասկած գնդակին այո փոխանցեց նաև Հայկ Մուրադյանի ուղղությամբ ու դեպի Ադարյանը եւս մեկ փոխանցում Ադարյանն էլ դեպի ավելի աջ Էլոյան Ադարյան Եվ դեպի ետ ուղարկեց Ադարյանը գնդակը Էդվարդ Հարությունյանն էլ դեպի ձախ ուղարկելով փորձեց Վերդերի համար գրող սկսել Հովսեփյան դեպի Մուրադյանը Ադարյան լավ է խաղարկում Վերդերը գնդակը Երզումյան նորից Ադարյան Բայց այստեղ Ալավերդյանը միջամտեց պայքարին ու կարողացավ ամեն դեպքում Ադարյանի առաջխաղացման ճանապարհը փակել Մելքոնյան լավն էր փոխանցում Հովսեփյան արված բայց Շատ ճիշտ դիրքում դիրքավորվեց Տիգրան Բարսեղյանը ու հեռացեց գնդակը Սա ամենավտանգավոր բանն էր այս խաղում իսկ հիմա Երզումյանի արվածը կարող էր հայտնվել դարպասում բայց Շեղությամբ ընթացավ ամենավտանգավոր բանն էր այն առումով որ Վերդերը դեռ չէր ունեցել նմանատիպ հնարավորություն դարպասը գրավելու համար այո մենք առաջի կեսում տեսանք Սիթիից բավական վտանգավոր պահեր ոչ միայն դարպասի գրավումները այլ նաև մի քանիսը որոնք կարող էր Սիթին գոլի վերածել բայց Վերդերի տեսանկյունից սա առաջինները Ամբարձումյան դեպի Գաբրիելյանը Շատ լավ փոխանցում դեպի Ամբարձումյան Ալավերդյան նորից Գաբրիելյան բայց լավ չընդունեց այստեղ Գաբրիելյանը գնդակը չստացվեց ընդունելու Եսից նետեցին Վերդերի ֆուտբոլիստները Ադարյան երկար փոխանցում Խլղացյանն էլ այստեղ լավ գործեց բայց մնաց Խաչատուր Երզումյանի մոտ գնդակը իսկ երկրորդ դրվագում շատ վստահ պահպանվեց արդեն Ռոբերտ Խլղացյանը Ուղարկեց Արտուր Ալավերդյանին գնդակը Արշակ Պողոսյան ու Սիթին եւս մեկ գրոհի սկիզբ է հաղորդում Ալավերդյանն արագացավ բայց չկատարեց Պողոսյանը փոխանցում եւ խնդրեմ կորցնում է Սիթին գնդակը Մելքոնյան երվից հարված ու նորից շատ լավ է գործում դարպասում Մանչեսթեր Սիթի դարպասապատիկան Բարսեղյանը այո Երկու պահ ունեցավ Վերդերը, բայց երկուսում էլ փայլեց Սիթի դարպասապա Բարսեղյանը Ամբարձումյան Էլոյան պայքարն ենք տեսնում Ամբարձումյանը մնաց գնդակով ու վաստակեց եզրային նետում այո Էլոյանից Դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս Ալավերդյան Դեպի ետ Արաքելյանի ուղղությամբ Մելքոնյանը գնացել է պրեսինգի, բայց այստեղ հասցրեց Արտաշես Արաքելյանը հեռացնել գնդակը այո ամենաճիշտ տարբերակը ընտրեց քանի որ կորցրել էր արդեն Մելքոնյանին արագության տակ ու կհարված էր Մելքոնյանը հիմա էլ առաջին հպումն է կատարում գնդակին այս խաղում Անդրանիկ Բաղրամյանը այո բացակայությունից հետո Բաղրամյանը կրկին համալրել է Մանչեսթեր Սիթի շարքերը Նագերա Կոստենկովի փոխարեն մտավ խաղադաշտ ու հիմա տեսնենք Բաղրամյանը երկրորդ խաղակեսում թարմ ուժերով ինչ կփորձի հաղորդել Մանչեսթեր Սիթի հարձակման գծում Գաբրիելյան հիմա նա արդեն պաշտպանությունում է Ուղարկեց գնդակը Բարսեղյանին ու երկար փոխանցում դեպի Բաղրամյանը պահեց գնդակել Բաղրամյանը մեկ հպումով էլ հետո թողեց Խլղացյանին Ալավերդյան նորից Խլղացյան շատ լավ է հիմա Սիթին խաղարկում գնդակը պետք է շտապի Վերդերը քանի որ զիջում է 3 գնդակի տարբերությամբ Մանչեսթեր Սիթին այո Սիթին կարող է չհետաքրքրել նույնիսկ գրող կազմակերպելը գրոհի անցնելը բայց իհարկե Վերդերի թիվ 1 խնդիրը պետք է հանդիսանա հենց այս ամենը Արաքելյան ստացվեց հեռացնել պարզապես գնդակը առաջ, բայց Հայկ Մուրադյանին բաժին ասավ այն ու դեպի հետ ուղարկեց Մուրադյանն էլ գնդակը Էլոյան Մելքոնյան մնաց գնդակը Մայիս Մելքոնյանի մոտ Ալավերդյանն է նրան դիմավորել, բայց զգաց Մելքոնյանը, որ պետք չէ ավելորդ ռիսկերի դիմել ու շատ արագ ուղարկեց Մուրադյանին, հետո դեպի Թորոսյանն ենք փոխանցում տեսնում Ադարյան Մուրադյան
Ադարյան, Մելքոնյան, շատ հանգիստ առայժմ խաղարկում է Վերդերը գնդակը, բայց դեռ դա իհարկե ոչինչ չի ասում, խնդրեմ, Արտաշե Սարլակելյանը խլում է գնդակ ու նոր սկիզբ գուցե սա հանդիսանար Սիթիի համար, բայց նորից Վերդերը վերականգնեց գնդակը Էրզրումյան, Աչիցկա Էլոյանի տարբերակը հիմա է գնդակը հասնում Էլոյանին, Աչեզր, արագություն Աչեզրից, փոխանցում, բայց Գաբրիելյանը ճիշտ դիրքում էր ու հիմա սա Սիթիի հակագրող կարող է լինել, Պողոսյանը մնում է գնդակով Պողոսյանը դեպի Համբարձումյանը գլորեց Ալավերդյան թողեց Արտաշե Սարլակելյանին նորից ստացավ պատասխան փոխանցումը նորից Արաքելյան ու դադարեցեց մրցավարը հանդիպում այո բախում տեղի ունեցավ Ալավերդյանի եւ Հովսեփյանի միջև Իհարկե, սա միտումնավոր խաղի կանոնների խախտում չէր, բայց ապահովության համար մրցավարը դադարեցեց հանդիպումը, հասկանանք ինչ է պատահել Ալավերդյանին, ամեն ինչ կարգին է Ալավերդյանի հետ ու հիմա արդեն շարունակում ենք հանդիպումը, Արշակ Պողոսյան Գաբրիելյանին ուղարկեց հետո հետ փոխանցում դեպի Արաքելյանը ու գնդակի տեղափոխություն դեպի Բաղրամյանը շատ լավն էր այս փոխանցումը Գաբրիելյանը արագանում է Բաղրամյանը Բայց մնաց գնդակով Գաբրիելյանը Խլղացյան երկար փոխանցում չէր սպասում Հենրիկ Համբարձումյանը այստեղ Խլղացյանի փոխանցման այլապես կարճականք էր գնդակին Թորոսյան դեպի Պողոսյանը Նորից Թորոսյան Հանգիստ խաղարկեցին Վերդերի ֆուտբոլիստները գնդակը եւ անցան անմիջապես Գրոյի Էրզրումյան ու հիմա նորից շատ լավ է գործում Սիթի դարպաս ապահը այո շատ լավ կարողացավ այստեղ էլ դիրքավորվել Տիգրան Բարսեղյանն ու հեռացեց գնդակը եւ հիմա այն Մանչեսթեր Սիթիի մոտ է Ալավերդյան դեպի Բաղրամյանը Շատ լավ համագործակցություն Պողոսյան պետք է վերջական հարվածը տեսնենք այս գրոյի նորից Պողոսյանը ստացավ գնդակը Ալավերդյան գեղեցիկ է ամեն ինչ ու այստեղ նորից ունենք դարպասի գրավում դուբլ Ալավերդյանից այո Պողոսյանն էլ իր գոլի կողքին ավելացնում է այս խաղում երկրորդ գոլային փոխանցումը Սիթին հաշիվը 4-0 է դարձնում Շատ լավ համագործակցություն տեսանք Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստերի կատարմամբ ու արդեն Սիթին բավական մեծացնում է այս խաղում իր առավելությունը Արաքելյանն է, գնդակով դեպի Համբարձումյանը Երկար փոխանցում հետրիկը կտեսնենք Ալավերդյանի կախեց գնդակը այստեղ դարպասապայի վրայով, բայց գնդակը չհայտնվեց դարպասում շատ լավներ կատարված Համբարձումյանի փոխանցումը այստեղ ու Ալավերդյանը իհարկե կարող էր եզրափակումը տալ այս գրոհի շատ հետաքրքիր գրոհի, որը սկսեց Մանչեսթեր Սիթին ընդամենը երկու փոխանցումով Մելքոնյան գուցե կրճատի հաշիվը ոչ Մելքոնյանի հարվածն էլ շեղ ստացվեց այստեղ ու հիմա փոփոխություն նաև Մանչեսթեր Սիթիի կազմում ավալը վերադառնում է խաղադաշ փոխարինվում է Ալավերդյանը Տեսնենք արդեն թարմ ուժերով ավալով ընդամենը վարկյաններ առաջ դուրս եկավ խաղադաշտին ինչ փորձի առաջարկել Արաքելյան
Գլորում է գնդակը Հենրիկ Համբարձումյանին։ Բայց այստեղ Խլղացյանը շատ լավ գործեց ու եւս մեկ գրոյի սկիզբ է հաղորդում Խլղացյանը Գաբրիելյան դեպի Բաղրամյանը, բայց այստեղ արդեն Հովսեփյանը ճիշտ իշխավորվեց ու կանգնեց գնդակի ճանապարհին։ Էլոյան Դեպի Ադարյան ուղարկեց գնդակը Մայիս Մելքոնյան ու հիմա էլ կդադարեցնի իհարկե մրցավարը հանդիպումը, տեսնենք ամենիշ կարգին է Ադարյանի հետ թե ոչ։ Խլղացյանը ամենիշ կարգին է, այո, Ադարյանի հետ կանգնեց ոտքի Ադարյանը Համբարձումյան շատ լավ շրջվեց այստեղ, նաև կատարեց փոխանցում ավալին Պողոսյան դեպի ավալը, բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց այս փոխանցումը, իսկ Վերդերը կորցրեցին այլ գնդակը, այո, եզրային նետում կիրասնի Սիթին։ Պողոսյան նետում Արաքելյանի ուղղությամբ բայց այստեղ գնդակի կորուստիթի գործողություններում Էլոյան վտանգավոր է Էրզրումյանը բարձր է ստացվում հիմա էլ Խաչատուրը Էրզրումյանի հարվածը այո Վերդերն ունեցավ երկրորդ խաղակեսի այս ժամանակահատվածում պահեր, բայց դրանցից ոչ ոք առայժմ չի կարողացել դիպուկ օգտագործել, այո դեռ անառիկ է այս խաղում Տիգրան Բարսեղյանի դարպասը Պողոսյան հիմա նորից գրովում է Սիթին արագանում է Պողոսյանը ձախ եզրով լավներ այս անցումը Արչակ Պողոսյան շարունակությունը տեսնենք ինչպես կմտածի հետ ուղարկեց Գաբրիելյանին ու Ադարյանը այստեղ հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս այո եզրային նետումը կլինի Man City-ին Արաքելյան լավ չստացվեց փոխանցումը բայց պահեց City-ին գնդակը Համբարձումյան Մելքոնյանը գնաց պրեսինգի խլում իրականացեց եւ ավալը խախտեց խաղի կանոնները այստեղ էլ Մայիս Մելքոնյանի դեմ պայքարում ու հիմա փոփոխություն կատարեց Վերդերի գլխավոր մարզիչ Արտուր Սարգսյանը Էլոյանը լքում է խաղադաշտ ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Հայկ Մուրադյանը Պողոսյան երկար փոխանցում առաջ ու Արաքելյանը այստեղ շատ վստահ դուրս եկավ իր դիրքից եւ հեռացեց գնդակը, բայց այն կրկին վերադարձավ Վերդերի ֆուտբոլիստների մոտ Մելքոնյան լավ միացեց գրոյին Հովսեփյանին, բայց այստեղ արդեն Հովսեփյանի փոխանցումը բավական ուժեղ ստացվեց Պողոսյան Տեսեք ինչ հանգիստ դուրս եկավ Սիթին նորից պաշտպանությունից, այո, եւ բայց հիմա Մելքոնյանը գնաց պրեսինգի խլեց, իսկ հետո հարվածը չստացվեց։ Պողոսյան Մելքոնյանը կրկին վերականգնում է գնդակը Վերդերի համար։ Գևորգ Պողոսյան դեպի աջ Մայիս Մելքոնյանի ուղղությամբ մեկ հպումով փոխանցում ու Արաքելյանը հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Անկյունային է վաստակում Վերդերը։
Աղարկում է Մելքոնյանը Պողոսյանի հետ գնդակը կա փոխանցում, բայց Առաքելյանն էլ այստեղ ճիշտ դիրքում էր Ադարյան։ Պայլը գնդակը Մելքոնյանին է ուղարկում, Մելքոնյան վտանգավոր է ու նորից Բարսեղյան, արյո որ յոր սեյվը դարպասապայի այս խաղում հիմա էլ Մելքոնյանի ուժեղ հարվածը ետ մղեց Գաբրիելյան, Մուրադյանը թիկունքից է Գաբրիելյանի մնում է գնդակով Անատոլի Գաբրիելյանը դեպի Բաղրամյանը լավ գրոհ է կազմակերպել Սիթին Պողոսյան ստացավ գնդակը Բաղրամյանից Գաբրիելյան ու թույլ ստացվեց այս փոխանցում, այո եթե այս պատխաղարկումներն ստացվեր, ապա իհարկե Պողոսյանը միայնակ էր մնալու Էդվարդ Արությունյանի դիմաց, Հենրիկ Համբարձումյան դեպի Գաբրիելյանն է գլորում, մեկ հպումով էլ Գաբրիելյանը փորձեց Անդրանիկ Բաղրամյանին թողնել գնդակը, բայց Մելքոնյանը ճիշտ դիրքավորվեց, հետո էլ Մելքոնյանի փոխանցումը բավական ուժեղ ստացվեց ու ես իցայուն հետելու եմ Մանչեսթեր Սիթին Թորոսյան և կար այո խաղթում Գաբրիելյանի դեմ պայքարում Խլղացյան երկար փոխանցում, բայց Համբարձումյանը արդեն Տուգանայինի մատույցներում էր սպասում այս գնդակին, ավելի շատ դարպասի ուղղությամբ, քան անկյան տակ ու Խլղացյանի փոխանցումը հենց դեպի անկյունն էր ուղղված Թորոսյան նորից երկար փոխանցում, բայց իհարկե այս փոխանցումները արդեն կարդացին Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները Թորոսյան դեպի Մելքոնյանը Բաղրամյանը գնաց պրեսինգի մայել, բայց այս Մելքոնյանը գնդակը իր մոտ Ավալ ստացվեց փոխանցել Գաբրիելյանին Գաբրիելյան մնում է գնդակը Սիթի մոտ, ոչ վերջում Մուրադյանը խլում իրականացեց ու սա գրոհ է Վերդերի համար արադարձ ու բայց Առաքելյանը գնդակը այո դաշտի սահմաններում Համբարձումյան Ավալ դեպի Պողոսյանը ու հիմա մրցավարը գդիտի նախորդ դրվագի կրկնապատկերը հասկանանք ձեռքով կար թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չկար ձեռքով Խլղացյանի գործողություններում, այո 11 մետրանոց հարված նշանակված չէ, ինչը նշանակում է, որ հանդիպումը կշարունակենք այս հաշվի պայմաններում Խլղացյան նորից փոխանցում դեպի Գաբրիելյանը Ավալ Առաքելյան ու դեպի ձախ Պողոսյանի ուղղությամբ Առաքելյանն էլ կատարեց փոխանցում Խլղացյան Ավալ դեպի Պողոսյանը գրոհում է Մանչեսթեր Սիթին Պողոսյանը հարվածային դիրքում է հայտնվում, բայց չեղ է ստացվում Արշակ Պողոսյանի հարվածը նա նույնպես կարող էր դուբլ գրանցել այս խաղում, բայց շեղ ստացվեց Արշակ Պողոսյանի կատարած հարվածը ու հիմա արդեն Վերդերը ևս մեկ գրոհ է փորձում սկսել 4 րոպեից ավելի քիչ է մնացել արդեն հանդիպան հիմնական ժամանակի ավարտին Արշակ Պողոսյանի, Անատոլի Գաբրիելյանի խփած գնդակները ու Արտուր Ալավերդյանի երկու դարպասի գրավումները հաղթանակ են պարգևում 4-0 հաշվով այս րոպեներին Մանչեսթեր Սիթին էլիտ լիգայի 7-րդ տուրի շրջանակներում Վերդերի դեմ հանդիպան ընթացքում Խլղացյան նորից Գաբրիելյանին ուղարկեց գնդակը
Հանգիստ իսկապես արդեն City-ն փորձում է հանդիպումը ավարտել մոտեցնել դե արդեն բարձ այս խաղում 3 միավորի հետ կապա ժամանակի տեսանկյունից արդեն շատ քիչ է մնացել ու իհարկե City-ն էլ 4 գնդակի առավելություն ունի, ինչը նշանակում է որ City-ն կվաստակի 3 միավոր այս խաղում Պողոսյան դեպի Խելղացյանը Բաղրամյանը ստացավ հիմա էլ գնդակը թողնում է Գաբրիելյանին Մանր փոխանցումներ շատ լավ է ստացվում այս ամենը City մոտ ու եթե հիմա էլ ստացվեր Բաղրամյանի մոտ հասցեագել գնդակը ավալին ապա վտանգավոր կլիներ իսկ հիմա անկյունային այո վաստակում է Վերդերը այս իրավիճակում Եթե City-ն վաստակում է, դե արդեն պարզ է, որ վաստակում է 3 միավորը կհավասարվի Վերդերին, Լեռնային Արցախին ու Վիլյարեալին և 4 թիմեր մի անգամից կունենան 12-ական վաստակած միավորներ, միայն արդեն այն տարբերությամբ, որ City-ն կանցկացնի անց է կացնում իր 7-րդ հանդիպումը, Արցախն ու Վիլյարեալն էլ 4-ական հանդիպումից հետո ունեն նույնքան միավորներ Իսկ Վերդերի համար սա 6-րդ հանդիպումն էր, այո Վերդերը մեկ հանդիպում քիչ է անցկացել Մանչեսթեր Սիթիից Պողոսյան, բարձից փոխանցում Թորոսյան ու կարող է թռչել հաշիվ հիմա Վերդերը, բայց Թորոսյանի հարվածել շեղությամբ ստացվեց Խելղացյանը գնդակը կմցնի խաղի մեջ, ևս մեկ երկար փոխանցում, միայնակ է Համբարձումյանը ընդունեց գնդակը, արագացավ Գաբրիելյանը, կատարեց Համբարձումյանը փոխանցում դեպի խաղընկերը, բայց Գաբրիելյանը ավելի ետ ուղարկեց գնդակը, Արաքելյան ու դեպի Խելղացյանը ևս մեկ փոխանցում, շատ հանգիստ City-ն հիմա պաշտպանությունից դուրս է գալիս, դեպի Գրոյի Համբարձումյան հաչից կա ավալը, դեպի ավալը լավն էր այս փոխանցումը, կարող է նույնպես City-ն հիմա գոլի հեղինակ դառնալ, բայց ավալի փոխանցումը բավական ուժեղ ստացվեց դեպի Գաբրիելյան, այո, կարող էր ավելի ետ ուղարկել Բաղրամյանը այնտեղ արդեն դիրքավորված էր, բայց Ավալը շատ ուժեղ կատարեց այստեղ փոխանցում ու արդյունքում կորցրեց Man City-ն գնդակը։ Հիմա էլ Վերդերն է կորցնում ու եզից կնետի Manchester City-ն։ Եզրային նետում իրականացված է Պողոսյան ուղարկեց գնդակը դեպի Խելղացյանը, ստացավ պատասխան փոխանցումը։ Լավ անցում էր Պողոսյանից Համբարձումյան, Ավալ ու խախտեց Մելքոնյանը այո խաղի կանոնները այստեղ։ Ու խախտում հիմա արդեն նշանակեց մրցավարը City-ն ստանդարտ է իրականացնելու ու տեսնենք ով կհարվածի հեռու տարածությունից կարծես Խելղացյանն է պատրաստվում, Գաբրիելյանը նույնպես գնդակի մոտ է, տեսնենք ով է հարվածելու, Խելղացյանը հարվածները շատ լավ է իրականացնում, բայց կարծես Գաբրիելյանն է այս անգամ փորձելու, կա մրցավարի սուլիչը, Գաբրիելյան, թողեց Խելղացյանին, սա հարվածի փորձերը Ադալյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Արաքելյանն էլ պարզապես ուղարկեց գնդակը առաջ ու վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց 4-0 հաշվով City-ն հաղթեց ու միավորներով հավասարվեց Վերդերին, Լեռնային Արցախին ու Վիլյարեալին։ Այս հանդիպման համար նախատեսել էինք այսքանը, մեզ մոտ կարճ դադար է, որից հետո խաղային օրը կշարունակենք։